Բարև ձեզ, Armenpress-ի podcast-ի տաղավարում հյուրընկալել ենք էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանին։ Փոխնախարարի հետ կզրուցենք գյուղատնտեսության ոլորտում արձանագրված խնդիրների, ծրագրերի ու առաջիկա անելիքների մասին։ Պարոն Խոջոյան, շնորհակալ եմ մեր հրավերն ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ։ Պարոն Խոջոյան, ինչպիսին էր անցած 2025 թվականը գյուղատնտեսության ոլորտի համար։ Համախառն արդյունքը աճել է 5.6%-ով, կազմելով ավելի քան 1 տրիլիոն դրամ։ Սա որքան մասն է ապահովել մեր տնտեսական աճի կառուցվածքում ինչ դերակատարում է ունեցել։ Եկեք գանք ընդհանուր հնայի աճից, որը կազմել է 7.2%, եւ ձեր նշածը գյուղատնտեսական համախառն արտադրանքի աճի մասին էր, որը տարեվերջին արձանագրվեց 5.6% աճ։ Այո, մենք նախորդ տարվա հետ եթե համեմատում ենք, այս տարի նաեւ դրամական արտահայտմամբ նույնպես ունենք բավականին մեծ աճ եւ գյուղատնտեսական համախառն արտադրանքը ծավալային դրամային առումով արդեն կազմել է 1 տրիլիոն 57 միլիարդ դրամ։ Եթե նայենք տեսնենք թե ինչ ենթահողություններով է այդ աճը ձևավորվել, ապա տեսնում ենք, որ բուսաբուծության ոլորտը կարծես թե բավականին մեծ դրական ազդեցություն է ունեցել այս աճի ձևավորման վրա եւ եթե առանձնացնենք, ապա օրինակ պտուղ հատապտուղների աճը գրանցվել է շուրջ 19.7%, խաղողի վերքի աճը ավելի քան 24%, բանջարաբոստանային մշակաբույսերը 2-ից մինչև 5.5% եւ այդպես շարունակ հացահատիկը ավելի քան հացահատիկ հատիկանդեղենը 15%-ից ավելին, ձունը ավելացել, ձվի արտադրությունը ավելացել 12% եւ կաթը եւ միսը 1.5-ից 2% աճ է գրանցվել։ Իհարկե նաեւ ուրախալին նա էր, որ ըստ վիճակագրական կոմիտեի տվյալների աշնանցան ցորենի ցանքատարածություններն են ավելացել եւ ըստ օպերատիվ հավաքագրված տվյալների այն շուրջ 40.8% ավել ցանք է իրականացվել 2025 թվականի աշնանը։ Դա նշանակում է, որ 2026 թվականին մենք նաեւ ունենալու ենք այդ չափով ավել հացահատիկի բերք։ Իսկ այդ ավել հատվածը սպառվելու է ներքին շուկայում, թե դուք տեղյակ եք կան արտահանման պլաններ ավել չափով։ Տեսեք, Հայաստանի Հանրապետությունը ունի ինքնաբավություն մի քանի ապրանքների մասով։ Օրինակ, բանջարեղեն, պտուղ, հատապտուղներ, մեր ինքնաբավությունից բարձր տոկոս է Հայաստանում արտադրվում։ Հետևաբար այդ ուղղություններով իրենք կամ որպես թարմ միրգ բանջարեղեն են արտահանվում կամ վերամշակված, արդեն ավելացված արժեք ստեղծված, որպես այլ տեսակի ապրանք են արտահանվում։ Մենք նշում ենք միայն բանջարեղենի, մրգերի, հատապտուղների արտադրության մասին, բայց Հայաստանում նաև զգալի ավելանում է ծաղկի արտադրությունը եւ մեր գյուղատնտեսության ռազմավարության մեջ նաեւ նշված էր, որ մեր թիրախային ուղղություններից է լինելու ոչ գյուղատնտեսական նաեւ մշակաբույսերի արտադրության խթանումը եւ ծաղիկը այդ տրամաբանության շրջանակում է։ Պարոն Խոջոյան, հաճախ տպավորություն է, որ գյուղատնտեսությունը միայն սեզոնային բնույթ ունի եւ աճ ապահովում է միայն որոշակի սեզոնին։ Ինչ է անում պետությունը, որ ոլորտը ակտիվ լինի ամբողջ տարվա ընթացքում։ Գյուղատնտեսությունը ամբողջ աշխարհում ունի սեզոնային բնույթ, այո։ Բայց միանշանակ կան տեխնոլոգիաներ, խոսքը գնում է ջերմատնային տնտեսությունների մասին, որոնք հնարավորություն են տալիս կառավարելի միջավայր ստեղծել եւ այդ միջավայրը նպաստում է, որպեսզի մշակաբույսերը կարողանան աճել եւ տալ արտադրանք։ Կառավարությունը այս վերջին տարիների ընթացքում իր տարբեր գործիքակազմով արդեն նպաստել է, որ հանրապետությունում ստեղծվեն շուրջ 85 հեկտար բարձր ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած ջերմատնային տնտեսություններ։ Եվ 2025 թվականին Հայաստանում արդեն հիմնվել եւ գործել է 25.3 հեկտար ջերմատնային տնտեսություն, համեմատության համար ասեմ, որ 25 թվականը մեզ համար շատ բեկումնային տարի է եղել նաև ջերմատնային տնտեսությունների զարգացման առումով, որ
եւս 64 հեկտար մեկնարկեցին եւ 2026 թվականին ակնկալում ենք, որ այն վերջնական կառուցված կլինի եւ նույնպես շրջանառության մեջ կմտնի։ Սա հնարավորություն է տալիս, որ եղանակային պայմաններից անկախ կառավարելի միջավայրում ունենանք արտադրանք, բայց միաժամանակ կառավարությունը նաև նպաստում է իր ագրոպարենային լիզինգի ծրագրի շրջանակում, որպեսզի ստեղծվեն սառնարանային տնտեսություններ։ Այս սառնարանային տնտեսությունները իրենք ծառայում են որպես սորտավորման, պահեստավորման, փաթեթավորման, նաև լոգիստիկ կենտրոններ եւ հնարավորություն է ստեղծում սեզոնի ժամանակ, երբ միրգը շատ է, ձեռք բերել, պահեստավորել եւ այնուհետեւ տարբեր սեզոններին այն մատակարարել շուկային, թե տեղական եւ թե արտաքին։ Եւ ագրոպարենային լիզինգի ծրագրի շրջանակում արդեն վերջին տարիներին ծրագրի իրականացումից ի վեր շուրջ 3595 միավոր ագրոպարենային սարքավորումներ են ձեռք բերվել եւ միայն 2025 թվականին 422 միավոր է այն կազմել, ընդհանուր պորտֆելի գումարը 54.4 միլիարդ դրամ է եւ այս ծրագրի շրջանակում տնտեսվարողը կարողանում է 20% կանխավճար վճարելով կառավարությունը սուբսիդավորում է 10%-ային կետը, կարողանում է ձեռք բերել սառնարանային տնտեսություններ։ Եվ մենք տեսնում ենք, որ մարզերի տարբեր հատվածներում ձևավորվում են այդ կարողությունները, որոնք մթերում են սեզոնի ժամանակ միրգը, նաև կապի մեջ են տնտեսվարողների հետ, ֆերմերների հետ, թե ինչ արտադրեն, որովհետև այդ տնտեսվարողները տեղեկացված են լինում, թե ինչ է շուկային պետք։ Եվ արդեն համապատասխան փաթեթավորումով կարողանում են ներկայացնել տարբեր ժամանակաշրջաններում։ Սա է հիմնական գործիքակազմը, որը թույլ է տալիս եղանակային այդ կարիքը կամ պահանջը մշակաբույսերի համար հաղթահարել։ Պարոն Խոջայան, Հայաստանից գյուղմթերքի արտահանման ինչպիսի ցուցային շենք ունեցել նախորդ տարի եւ եթե ունենք այս տարվա առաջին 2 ամիսներին, թեև դեռ ակտիվ սեզոնը չէ, նաեւ հիմնականում արտահանողները ակտիվ սեզոնին խնդիրներ են ունենում լոգիստիկ առումով, լարսում հերթեր եւ այլն։ Ինչ է անում պետությունը, որպեսզի հենց տարեսկզբից նման խնդիրները, գոնե ռիսկերը փորձի մեղմել։ 2025 թվականին Հայաստանից արտահանվել է 146.500 տոննա թարմ պտուղ բանջարեղեն, ինչպես նաև շուրջ 78 միլիոն հատ ծաղիկ եւ շուրջ 1320 տոննա արդեն նույնպես ծաղիկ, բայց ծաղիկը մի դեպքում հատով են նշում, այն ծաղիկները, որոնք հատով են վաճառվում, մյուս դեպքում տոննայով են նշվում, դրա համար դրանք ես տարբեր եմ ներկայացնում։ Այնուամենայնիվ ասեմ, որ այդ նույն ջերմոցային տնտեսությունից, քանի որ խոսեցինք, ջերմոցային տնտեսությունը նաև նպաստել են ծաղկի արտադրությանը, ծավալների ավելացմանը եւ համեմատության համար նշեմ, որ եթե օրինակ մի 3-4 տարի առաջ Հայաստանից արտահանվում էր 11 տոննա ծաղիկ, ապա 2025 թվականին, ինչպես ասացի, այն 1320 տոննա էր, իսկ 2024-ին 566, այսինքն այս ուղղությունը շատ ինտենսիվ կերպով զարգանում է եւ արտահանման մեջ բավականին մեծ կշիռ է ունենում։ Իսկ ներեցեք, որոնք են արտահանման հիմնական ուղղությունները, ծաղկի, ԵԱՏՄ երկրներ։ Ծաղկի արտահանման ուղղությունը ԵԱՏՄ երկրներ, Արաբական Միացյալ Էմիրություններ, ինչպես նաև լինում են այլ ուղղություններ, բայց ծաղկի համար, եթե ծաղկից ենք խոսում, օրինակ պետք է հասկանալ, թե որոնք են այն շուկաները, օրինակ արաբական մշակույթի մեջ շատ հաճախ կարելի է հանդիպել, որ թե տանը, թե հյուրանոցներում, ռեստորաններում թարմ ծաղիկներ են դրվում, սակայն դրանք ավելի կարճ դեկորատիվ ծաղիկներ են, դրանք տոննայով արտահանվող ծաղիկներն են։ Իսկ հատով արտահանվող ծաղիկները նրանք են, որ այն շուկաներն են, որտեղ որ ծաղիկ նվիրելու ավանդույթներ գոյություն ունեն, եւ այդտեղ կարեւորվում է չափը, տեսքը, մի քանի նմանատիպ պարամետրեր, որոնց հիմնականում սպառողները ուշադրություն են դարձնում եւ ծաղկի արտահանման ուղղությունները որոշում են այդ սկզբունքներով։ Մենք երբ խոսում ենք թարմ ապրանքատեսակի արտահանման մասին, դուք իրավացիորեն նշեցիք նաև լոգիստիկ խնդիրները։
Լոգիստիկ խնդիրները պայմանավորված են լինում թե սեզոնային եւ թե մեծ ծավալով տրանսպորտների քանակի մեծ ծավալով եւ դա ոչ միայն Հայաստանից արտահանվող մեծ ծավալի մասին է խոսում, այլ ամբողջ աշխարհի լոգիստիկ շղթաներով ձևավորվող կամ կումուլացվող մեծ ծավալով։ Եվ կարծում եմ այն հարցին, թե ինչ է անում կառավարությունը, ամենասկզբունքային պատասխանը նա է, որ 2025 թվականի օգոստոսի 8-ին կնքված խաղաղության նախաստորագրումն էր եւ այն հնարավորություն է ստեղծում եւ հիմքեր է ստեղծում, որպեսզի ապաշրջափակվեն լոգիստիկ ուղղությունները եւ ավելի մեծ եւ բազմազան հնարավորություններ ստեղծեն տնտեսվարողների համար, ոչ միայն բեռնափոխադրումների միջոցով իրականացնել արտահանումը, այլև երկաթուղու միջոցով, որ այսօր մենք ականատես ենք լինում, թե ներմուծման, թե արտահանման հնարավորություններ են ստեղծում երկաթուղին օգտագործելու, թե նաև այլ ճանապարհները նույն բեռնափոխադրումների համար օգտագործելով այդ հերթերը բաժանել մաքսային կրիտիկական կետերից։ Պարոն Խոջոյանը, փետրվարի կեսին պետությունը հաստատեց գյուղատնտեսության ապահովագրության ծրագիրը, հաստատվեցին մշակաբույսերը, ռիսկերը։ Ձեր կարծիքով այս ծրագիրը ամբողջությամբ փակում է, հոգում է գյուղացիների խնդիրները այս առումով, գոնե ռիսկերը հնարավորինս մեղմում է եւ ինչ խնդիրներ եք նկատել, որ այս անգամ փորձել եք դրանք շտկել։ Գյուղապահովագրության ծրագրի շրջանակում խնդիրը առաջացավ 2024 թվականից, երբ 2023 թվականին արձանագրվեց, որ օրինակ ապահովագրական ընկերությունները հավաքագրել են 1.8 միլիարդ դրամ ընդհանուր ապահովագրավճար, որի իդեպ 50%-ը կառավարությունը վճարել էր ֆերմերների համար, այդ կերպ նվազեցնելով ֆերմերների ծախսը, իսկ ապահովագրական ընկերությունները ֆերմերներին որպես փոխհատուցում հետ էին վճարել 2.7 միլիարդ դրամ եւ ընդհանուր բիզնես տրամաբանությունը այստեղ խախտվում էր եւ վերաապահովագրող կազմակերպությունը այս ռիսկերը տեսնելով դուրս եկավ, հրաժարվեց վերաապահովագրում տրամադրել 2026 թվականին կենտրոնական բանկի հետ համատեղ կարողացանք ապահովագրական ընկերությունների հետ քննարկել եւ գալ մի ընդհանուր համաձայնության եւ պայմաններ հաստատել, թե որ դեպքում իրենք ակտիվ վաճառքներ կիրականացնեն եւ իդեպ հիմա հենց ակտիվ վաճառքի փուլն է։ Մենք գրեթե ամեն օր ապահովագրական ընկերությունների հետ կապի մեջ ենք եւ իրենք գնում են մարզեր, համայնքներ եւ ապահովագրական պոլիսներ են կնքում։ 2026 թվականին հնարավոր է ապահովագրել 13 մշակաբույսի համար, հնարավոր է ապահովագրել 4 ռիսկից՝ կարգտահարություն, հրդեհ, ցրտահարություն եւ երաշտ, եւ կառավարությունը ֆերմերների փոխարեն կվճարի ապահովագրավճարի 40-ից 60% ծախսը։ Բացի դրանից, նաև կառավարությունը ստանձնել է մի մեծ պատասխանատվություն եւ պարտավորություն, որ եթե ապահովագրական ընկերությունների վնասաբերությունը բարձր լինի 80%-ից, 80%-ից բարձրի դեպքում կառավարությունը նույնպես այդ փոխհատուցումը կտրամադրի ապահովագրական ընկերություններին։ Այսինքն կառավարությունը ստանձնել է վերաապահովագրողի դերը եւ այս կերպ նպաստելով, որպեսզի ապահովագրական համակարգը կայանա։ Իհարկե, զուգահեռ մենք համաշխարհային բանկի հետ համատեղ, համաշխարհային բանկի համակարգմամբ իրականացվում են աշխատանքներ, որպեսզի համակարգային որոշ փոփոխություններ իրականացվեն, որոնք հետագայում ավելի համակարգված եւ կայուն ապահովագրական հնարավորություն կստեղծեն մեր ֆերմերային տնտեսությունների համար։ Պարոն Խոջոյան, գյուղատնտեսության ոլորտում նոր մշակույթի ամրապնդման առումով կարևորվում է ինտենսիվ այգեգործության դերը։ Այս առումով պետական աջակցության ծրագրի շրջանակում քանի հեկտար ինտենսիվ այգի է ցանվել, տնկվել նախորդ տարի եւ այս տարի ինչ հայտեր ունենք, դինամիկան ինչպիսին է։ Երբ մեկնարկում էինք ինտենսիվ այգեգործության ծրագիրը, շատ մարդկանց համար, ֆերմերային տնտեսությունների համար այն մի փոքր անհասկանալի էր թվում, թերահավատորեն էին մոտենում եւ կարող եմ ասել, որ ամենադժվար
գործընթացները դա մշակույթ փոխելն է եւ այստեղ վստահաբար կարող եմ ասել, որ Հայաստանում արդեն կամ փոխվել է կամ փոխվում է այգեգործական մշակույթը եւ այստեղ մեծ իր լուման ունի հենց ինտենսիվ այգեգործության ծրագիրը։ Երբ կառավարությունը տարիներ առաջ սահմանում էր 1000 հեկտար, տարեկան 1000 հեկտար ինտենսիվ այգիների հիմնման նպատակ, այդ ժամանակ ես հիշում եմ, որովհետև ես նույնպես այդ 1000 հեկտարի ակունքներում եմ եղել եւ ինքս եմ առաջարկել 1000 հեկտարը սահմանել, մեր միջին տարեկան հիմնված այգիների տարածքը 50-ից 100 հեկտարը չէր գերազանցում։ Եվ այսօր հպարտորեն կարող եմ ասել, որ այս տարիների ընթացքում արդեն Հայաստանում հիմնվել է 4635 հեկտար ինտենսիվ այգի եւ 2026 թվականին մինչեւ հունիս ամիսը մենք նախատեսում ենք եւս 900 հեկտարով ավելացնել։ Դա կնշանակի, որ մենք 2026 թվականի հունիս ամսին մենք կունենանք հիմնված ծրագրի բոլոր պահանջներին համապատասխանող շուրջ 5500 հեկտար ինտենսիվ այգի։ Պարոն Խոջյան, գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի ծրագրի վերաբերյալ ինչ մանրամասներ կարող եք հայտնել։ Նախորդ տարի գյուղացիները քանի միավոր գյուղտեխնիկա են ձեռք բերել պետական աջակցությամբ, այս տարի ինչպիսի հայտեր կան։ Երբ մենք ընդհանուր խոսում ենք մշակույթի կամ ագրոմշակույթի փոփոխության մասին եւ մեր ծրագրերի մասին խոսելիս, ես շատ հաճախ դժվարանում եմ իրենց հատվածական ներկայացնել, որովհետեւ նույն այգեգործության նպաստելով մենք պետք է նաև ապահովենք, որպեսզի անհրաժեշտ գյուղտեխնիկա հասանելի լինի թե ցանքի շրջանում, թե բերքահավաքի շրջանում, այդ կերպ նաև նվազեցնելով թե ծախսերը, թե բերքահավաքի ժամանակ կորուստները։ Եվ գյուղտեխնիկայի ծրագիրը այդպիսի ծրագրերից մեկն է, որը կարևոր խնդիր է լուծում եւ հասանելիություն է ապահովում ֆերմերներին եւ նորագույն տեխնոլոգիաներին եւ արդյունավետ գյուղատնտեսական տեխնիկային։ Ասեմ, որ ծրագրի մշակման ժամանակ ի սկզբանե մի քանի խնդիր էր դրված։ Շատ հաճախ ֆերմերային տնտեսությունները չէին կարողանում գյուղտեխնիկան ձեռք բերել, որովհետեւ վարկային ֆինանսական կազմակերպությունները իրենցից գրավ էին պահանջում եւ դրա համար դժվար էր լինում այդ գրավը գյուղական միջավայրում, համայնքներում ապահովել այն ծավալով, որպեսզի կարողանան ավելի շատ գյուղտեխնիկա ձեռք բերել։ Ծրագիրը մեկնարկեց որպես լիզինգ, այսինքն ձեռք բերվող գյուղտեխնիկան ինքն է հանդիսանում գրավի առարկա, հասանելի է լինում 0 կամ 2% տոկոսադրույքով, մնացած բոլոր տոկոսադրույքների գումարը կառավարությունն է վճարում ֆերմերների փոխարեն եւ 2025 թվականին այս ծրագրի շրջանակում ձեռք է բերվել 1219 միավոր գյուղտեխնիկա։ Համեմատության համար ասեմ, որ մեր տարեկան թիրախը 500 միավորն է։ Եվ նշանակում է, որ միայն նախորդ տարի արդեն 2.5 անգամ նախորդ տարվա ցուցանիշը թիրախը գերակատարվել է, բայց ընդհանուրի մեջ ներկայացնեմ, որ այսօր արդեն ծրագրի շրջանակում ձեռք է բերվել 5290 միավոր գյուղատնտեսական տեխնիկա, դա նշանակում է, որ կառավարության թիրախը մի քանի անգամ գերակատարված է։ Իսկ այս տարի դիմելիությունն ինչպես է։ Միշտ ակտիվացումը լինում է գարնան սեզոնին, երբ տեղի են ունենում բուռն գյուղատնտեսական աշխատանքները, այս տարի արդեն 33 միավոր գյուղտեխնիկայի հաստատված հայտ ունենք, որը նախորդ տարվա համեմատությամբ շատ համադրելի թիվ է։ Պարոն Խոջյան, տարեսկզբից պետությունը որոշակի թիրախներ է սահմանում, գյուղատնտեսության ոլորտում այս տարեվերջին որքան ենք ակնկալում աճը եւ այդ աճը հիմնականում որ ոլորտների հաշվին պետք է ապահովվի։ Կառավարությունը հաստատակամ է, որ ապագայում ինտենսիվ գյուղատնտեսությունը դա այն միակ բանալին է ոլորտային հաջողություն ունենալու եւ այդ տրամաբանությունից ելնելով նաև սահմանվում են աջակցության գործիքակազմը, հնարավորությունները, իհարկե մեծ շեշտադրում անելով
ջրային եւ հողային ռեսուրսների վրա։ Իհարկե մեր կանխատեսումներն այնպիսին են, որ այս դրական աճի տեմպը պետք է պահպանվի եւ հիմնական շեշտադրումը անում ենք թե բուսաբուծության եւ թե անասնաբուծության ճյուղերի վրա, բայց միաժամանակ պետք է նաեւ օգտվելով առիթից պետք է մի կարևոր հարցի մասին ուզեմ, որ մարդիկ սկսեն մտածել, դա հողի լաբորատոր անալիզներ իրականացնելն է։ Մի պահ պատկերացրեք, որ մենք ուղղակի մեզ վատ ենք զգում եւ չենք հասկանում, թե մեր արտադրողականությունը ինչի է ընկնում որպես մարդ եւ նույնը հողի հետ է կատարվում եթե դուք չիմանաք չգնաք չստուգվեք որոշ անալիզներ չհանձնեք չճշգրտեք թե ինչն է խնդիրը ձեր օրգանիզմում նույնն էլ հողի հետ կապված չեք կարող հասկանալ թե ինչ պետք է օգնություն տրամադրել հողին որպեսզի այն իր ամբողջական ուժով կարողանա նպաստի բերքատվությանը եւ մեր նպատակն է որպեսզի այս գործընթացը ֆերմերները իրականացնեն մեծ ուշադրություն դարձնեն նաև ջրային ռեսուրսների ճիշտ կառավարմանը այնպես չի որ ջրային ռեսուրսները այսօր ինչ որ մեկի մոտ հասանելի են եւ նա չպետք է մտածի ջրախնայող տեխնոլոգիաների ներդրման մասին եթե մենք գնանք օրինակ միջազգային փորձին օրինակ կան երկրներ որտեղ ջրի ավելցուկ կա կամ Հոլանդիան, որը գտնվում է ծովի մակարդակից ավելի ցածր, հա, եւ պատմությունը երբ նայում եք, տեսնում եք, որ տարիներ շարունակ այդ ջուրը եկել է եւ գյուղացիների ստեղծած աշխատանքը ուղղակի լվացել տարել է։ Եվ իրենք սկսել են պայքարել դրա դեմ, եւ պատմությունը երբ նայում ես, երբ որ մի հոգին կամ երկու հարևանն են միայն գործողություն անում, այս մարտահրավերի հաղթահարման համար, այն արդյունք չի տալիս, եթե երրորդ հարևանը դա չի անում։ Եվ նորից նույն բոլորը նույն իրավիճակում են հայտնվում։ Կարծում եմ մեզ մոտ դա նույն կերպ պետք է ընկալվի եւ ֆերմերները, որոնք այսօր ջրի հասանելիություն ունեն, ձեռքները ծալած չնստեն եւ կառավարությունը երբ առաջարկում է մինչեւ 60% ծախսերի փոխհատուցում, իդեպ ոչ մի սահմանափակում չկա մակերեսի առումով, այս հնարավորությունից պետք է օգտվել եւ ջրավազանների, ջրերի կուտակման եւ ջրային խնայող տեխնոլոգիաների կիրառման առումով պետք է համատարած քայլ բոլորս կատարենք այս ուղղությամբ։ Եթե այս բոլորը մենք իրականացնենք, կարծում եմ, որ մեր աճը կլինի առավել կայուն։ Պարոն Ղոջյան, քանի որ խոսեցիք գյուղատնտեսական հողերի օգտագործումից, նաև տարբեր ժամանակներում խոսքեր գնում չօգտագործված հողերի հողատարածքների մասին, այս առումով ինչ որ դրական դինամիկա կա։ Երկու հարց եկեք տարանջատենք։ Մեկը, որ այն հողերը, որոնք օգտագործվում են, արդյոք այդ հողերը օգտագործվում են իրենց ամբողջ պոտենցիալով։ Խոսքը գնում է արտադրողականության բարձրացման մասին։ Եվ մենք մեկ թիրախ ունենք, որ նպաստենք, որպեսզի 1 հեկտարից ստեղծվող արժեքը լինի առավելագույնը, այսինքն մենք այսօր տեսնում ենք, որ կան որոշ ենթաուղղություններ, որտեղ միջին բերքատվությունը գոհացուցիչ չէ, եթե մեղմ ասեմ։ Եվ պետք է աշխատանքներ տանել, որպեսզի այդ միջին արդյունքը լինի շատ ավելի բարձր եւ շատ բերք է ստանում, դու կարողանում ես նվազեցնել քո ծախսերը եւ բարձրացնել քո եկամտաբերությունը։ Դա հարցի մի կողմն է եւ ուզում եմ, որ երբ խոսում ենք չօգտագործվող հողերի մասին կամ օգտագործելիության մասին, չմոռանանք նաեւ, թե մարդը այսօր իր հողատարածքը արդյոք որը որ մշակում է, կարողանում է առավել արդյունավետ մշակել։ Սա կարևոր է, ուզում եմ, որ բոլորը ուշադրություն դարձնեն սրան եւ նաեւ կենտրոնանան դրա վրա։ Երկրորդ հարցը արդեն չօգտագործվող հողատարածքների մասին է։ Երբ խնդիրն ուսումնասիրում ենք, թե ինչի չեն օգտագործվում այս հողատարածքները, տեսնում ենք, որ ջրային ռեսուրսների անարդյունավետ կառավարումից իրավիճակ է ստեղծվում, որ այդ հողատարածքները նաև կլիմայի փոփոխությամբ առաջացած այդ հողատարածքները հնարավոր կլինի մշակել, եթե կարողանանք ջրային ռեսուրսներով ապահովել։ Հետևաբար,
եթե մենք ուզում ենք, որ մեր բոլոր հողատարածքները ոռոգվեն, օգտագործվեն, մտնեն շրջանառության մեջ, ապա բոլորս պետք է լծվենք նաև այս գործին, որպեսզի ջրախնայող տեխնոլոգիաները կիրառենք եւ այն պոտենցիալը, որը մեր երկիրն ունի, եւ ի դեպ կլիմայի փոփոխությամբ պայմանավորված եւ մարտահրավերներ են առաջանում եւ նաեւ հնարավորություններ, այդ հնարավորությունները առավելագույնս օգտագործի։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Ես եմ շնորհակալ հրավերի համար։